Նուբարաշեն քրեակատարական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանը հնարավոր է դիմի ինքնավնասման։ Այս մասին Սլաքեյի հետ զրույցում ասաց կալանավորի մայրը Ռոզա Սարդարյանը։ Հիշեցնենք, որ Արթուր Սմբատյանը Նուբարաշեն քրեակատարական հիմնարկում է գտնվում 2006 թվականի հոկտեմբերի 28-ից եւ դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժվել է գողության պահով, որ իրանք կարելի ասել, որ երևի 180-ից թե 200 քանի հատ բալոն են գողացել ամեն տեղից, ասենք ոնց են կարողացել փախնել, դա բոլորիս համար անիմաստ եղավ։ Ճիշտ է, ինքը ասում է, թռել եմ պատից, բայց հնարավոր չի բերքի պատից փախնել, այդ գողության համար են իրան դատել։ Հայտնվելով ճաղերի հետևում նա եւս 4 անգամ դատապարտվել է կալանավայրում եղած ժամանակ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու համար։ Իսկ հիմա դատապարտվում է 5-րդ անգամ։ Երևանի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նրան այս հանցագործության համար դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի մեղմացման նպատակով դատապարտելը դիմել է Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանում այսօր հրավիրված դատական նիստը հետաձգվեց։ Արթուր Սմբատյանի մայրը հույս է հայտնում, որ այս անգամ համաչափ պատիժ կտրվի, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները։ Ուզում ենք Վերաքննիչ դատարանը օգնի, որպեսզի իր այդ դատավարությունը ավելի քիչ լինի։ Մենք պարզել ենք, որ իրան մի փոքր ավել են դատել։ Բորիս Թամոյան, Աշոտ Մնոյան, Սլաքեյ։